Եթե դուք չունեք հասանելիություն կենտրոնական կոյուղուն եւ այս հարցը արդեն խնդիր է դարձել, բիոմաքրման կայանը լուծում է հանդիսանում։ Այսօր կցուցադրեմ, թե ինչպես են աշխատում այս սարքավորումները եւ որոնք են այս մոդելների միջև տարբերությունները։ Կադրում դուք տեսնում եք բիոմաքրման սարքավորումները, որոնք կենցաղային կեղտաջրերը մաքրում են կենսաբանական եղանակով, այնուհետև ուղղորդում շրջակա միջավայր։ Սա կենտրոնական կոյուղու ժամանակակից այլընտրանքն է մասնավոր տների, քոթեջների եւ բիզնես օբյեկտների համար, որտեղ որ կոյուղու կենտրոնական ցանցը պարզապես բացակայում է։ Տվյալ մոդելը BioBox Premium-ն է, ուղղահայաց դիզայնի եւ բաժանված աերացիան ապահովում են առավելագույն հուսալիություն եւ շատ բարձր ինքնավարություն, գործնականում ձեզ կարիք չի լինի կանչել ասենիզատոր մեքենա։ Օրինակ այս կոնկրետ սարքավորումը Premium 5-ն է, այն կարող է օրական վերամշակել 1 խորանարդ կեղտաջուր եւ նախատեսված է մոտավորապես 5 մշտական բնակչի համար եւ դրա արժեքն է կազմում 1.554.000 դրամ։ Այժմ անցնենք երկրորդ տիպին, սա BioBox ստանդարտն է, խելամիտ ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են հուսալի եւ ժամանակակից համակարգ։ Այստեղ գործում է լաբիրինթոսային բիոֆիլտրացիան եւ մաքրման 7 փուլանոց գործընթացը, ինչն ապահովում է կայունություն եւ սարքի անխափան աշխատանք։ Տարբերությունն այն է, որ ստանդարտ մոդելը պարբերաբար ասենիզացիոն ծառայության կարիք ունի, թեև տեխնիկապես շատ ամուր է։ Սա ստանդարտ 3-ն է, օրական վերամշակում է 0.6 խորանարդ ջուր եւ մոտավորապես նախատեսված է 3 մշտական անձի համար եւ դրա արժեքն է կազմում 1.127.000 դրամ։ Ինչպես է այն աշխատում։ Ընդհանուր առմամբ բիոմաքրման կայանը աշխատում է կենսաբանական մաքրման սկզբունքով, որտեղ կեղտաջուրը անցնում է մի քանի փուլով, բնական բակտերիաները քայքայում են օրգանական թափոնները, որից հետո ջուրը մաքրվում է եւ անվտանգ վերադառնում բնություն։ Հենց այդ պատճառով այս համակարգը համարվում է ամենաէկոլոգիապես մաքուր եւ երկարաժամկետ լուծումներից մեկը։ Սարքավորումը ընտրվում է անհատականորեն ելնելով ձեր տան կամ օբյեկտի ծանրաբեռնվածությունից։ Մենք ձեզ կտրամադրենք մանրամասն խորհրդատվություն, եթե զանգեք մեզ հենց հիմա, մենք անմիջապես կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։